Քանի որ Հայաստանը հարոտվանից միջև իրիկունը գորում է, որ ճանապարհների բացում ենք, ոչ մեկը չի կարող ապացուցել, որ դա Հայաստանը որպես մասնակից չի մասնակցել այս ծրագրի մեջ։ Եթե դու այսքան պաշտպանող ես, միջև վերջ պաշտպանելի։ Խոսքինակ մի ասում ես, չէ՞։ Դրա համար ես ասում եմ, որ մենք մի բան պիտի հասկանանք։ Այդ չի նշանակում, որ Հայաստանը այս պահին ուժ չունի կողմնացնել այս պրոյեկտը։ Մենք համ ուժ ունենք, համ էլ խելք ունենք, ինտելեկտ ունենք, որ այս կարան կողմնացնենք այդ process-ը։ Նկատի ունեք, որ process-ը ճանապարհների բացմանի օգուտ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի։ Այո, Ամերիկայից դե ոչ մի շահ չունի։ Ամերիկան ուղղակի վերահսկողության տակ ապահովում է Իսպանիայում, իր համար կոնտրոլ է պետք։ Հետո կնայեք, այդ Տրամփ տրիպի ճանապարհը որ կա, որպես նախ առաջ Հայաստանի տարածքի մեջ ինչ կարող է տրիպ լինի Տրամփի անունով, կարող է Նեժդեյա ինչա, Նեժդեյա անունն ենք դերել։ Տրամփը կներեք տանձնա, հələ որ մենք պիտի Տրամփի անունն ենք իսկ ճանապարհները նշենք ստեղ։ Մեր սուվերեն տարածքն է, մեր հողն է, մեր պատմական հողերն է, իսկ Տրամփի ինչ բանն է, որ հələ մենք Տրամփի անունն ենք դնում ստեղ։ Դա հիշություն է մաքուր։ 42 կիլոմետր, 44 չի կարող լինի տնտեսական պրոյեկտ։ Դա քաղաքական պրոյեկտ է։ Երբեք ոչ մի աշխարհը, ոչ մի պետությունը 42-44 կիլոմետր իրա տնտեսությունը չի ստեղծվում, փող չի աշխատում, դեռ գումար չկա այս բանի մեջ, ինչքան էլ ապրանք չգա, չգնա։ Այն մի քանի օր առաջ որ Թուրքիայից փորձել են նարկոտիկներ մտցնել Հայաստան 161 կիլոգրամ են բռնել, ինչու կիլո են բռնել։ Այդ այլ ճանապարհների փագա։ Հիմա պատկերացրեք Թուրքիայի սահմանը բացում ենք ինչ ալնելու, ինչա սկսելու։ Կամ Ադրբեջանը ասում է, որ իրավունք չունեք ստուգել իմ գնացքը, չէ՞։ Բա ասենց գնացքը գնում է խոսքի ունակ մի հատ վագոնից վերցնել են մի տոննան այդ նարկոտիկի շպրտել են կամ ինչ որ մի դղենք գցելու։ Համար ստեղ մենք շահեր չունենք ստեղ ոչ մի բան։ Ոչ մի շահ Հայաստանը չունի ստեղ։ Մենք պատկերացրեք Հարուստանը համ Ադրբեջան, համ Թուրքիան, համ Միջինասիան, համ Ռուսաստան, բացի Հայաստանից։ Մենք ստեղ ոչ մի շահ չունենք։ Բայց ահագին վնասներ եք բերում, ոչ թե միայն մեր համար, հայ Եվրոպայի համար, նույն Հնդկաստանի համար, Պարսկաստանի համար, նույնը ռուսներին համար էլ, քանի որ Ռուսաստանում ռուս չի։ Չգիտեմ ինչ մասսայա նստած Կրեմլում, բայց իսկական ռուսներ որ գան իշխանությունը վերցնեն Ռուսաստանում, այս իմա որ մարդիկ գտնվում են Կրեմլում, այդ 22 եզդը հիշում եք, չէ, Խրուշովի ժամանակ որ այդ կուլտ լիչնիստի Ստալինին սկսել են, չէ, Խրուշովը գնալ Ստալինի դեմ, ավելի վատ ալնել Ռուսաստանում։ Իսկական ռուսներ որ կգան, կասեն, այդ ինչ եք անել, այդ ինչ ճանապարհ է։ Երբեք Թուրքի ոտը հարավային Կովկասում չի եղել։ Երբեք ոչ Նիկոլոսն է տողել, ոչ Ալեքսանդրն է, ոչ Պետրոսն է, ոչ Եկատերինան, ոչ մեկը թույլ չտվել, որ Թուրքիայի սապոգը լինի Հայաստանի տարածքում, այսինքն հարավային Կովկասում։ Մի հատ մարդն է հայտնվել Ռուսաստանում Պուտինն է, որ ամեն ինչ արեց, ինքն ստեղ թույլացավ, բանը Ռուսաստանում, Թուրքիան ուժեղանում է։ Դրանք ինչ որ անում է, դրանք Ալյասկայում պայմանավորվել են Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը ասում է, քանի որ պատերազմից հետո հայեր չեն ընդունում ինչ որ ես ասում եմ, իրանց համար լավ չի, քանի որ ասում են ես դավաճանել եմ իրանց, դու մտի, հետո կդուրս գաս ես կմնամ։ Հետո Տրամփ ասաց, ինչ անեմ, քանի որ մենք նայում ենք, չէ, դրանք խորհուրդներ են տալիս Տրամփին պիտի խոսա։ Ասում են լսի, այդ երկուսին կանչի Ալիևին Նիկոլին, ասա Տրամփի ճանապարհն ալի, հետո դու դուրս գաս ես կմտնեմ։ Այդ ալնելու վերջ։ Այն ապրանքը, որ մտնում է ռուսական ապրանքը մտնում է Ադրբեջանի միջոցով, ես դիմում եմ մեր տարբեր կազմակերպություններ, գործարանների, հրաժարվեք, ոչ մի բան մի վերցրեք ու մի արեք։ Ինչու՞։ Որտով Ադրբեջանի տարածքից մենք իրավունք չունենք ոչ մի բան վերցնենք։ Ինչ որ գնում ենք խաղաղության, ինչու։ Ո՞վ է գնում։ Ինչ խաղաղության։ Ամեն օր նոր զորամաս են բացում։ 4 միլիարդ 560 միլիոն
26 թիվ նախատեսված է զենքնամթերքի համար 4.5 միլիարդ դոլար խաղաղության ճանապարհով են գնում ես ամեն օր տվյալներ եմ ստանում ինչ զենք զինամթերք ինչ գախնի զորավարություններ են հասկացնում այս լաչին պոլիգոն կա իրանց մոտ Կելբաջարը Կարավաճարում ինչ հիմա համատեղ Թուրքիայի հետ զենքեր են օգտագործում ինչ զորավարությունների ժամանակ աշխատացնում են ես ամեն օր տվյալներ եմ ստանում Ադրբեջան ակտիվորեն ձևով պատրաստում է պատերազմին Ընդ որում Ալիև ինչ հայտարարեց, որ մենք ժամանակին ունենք եւ թշնամիներ եւ բարեկամներ, հիմա պարզվեց, որ թշնամիները ավելի շատ են եւ պետք է իրենք ավելի շատ զինվեն, նրանք ովքեր Արցախը Ղարաբաղը հայտարարում էին Հայաստանը եւ վերջ, պետք է հիմա հայտարարեն, որ իրենք արդեն Ղարաբաղը դա Ադրբեջան է եւ ինչ է ասում, ատելի Մինսկի խումբը ուղարկվեց արխիվ Էդի ինչ որ կապված Մինսկի համախմբի հետ, ուրեմն էդի շուտուն է եղել, որ մենք այդ խումբը փակել ենք։ Ոչ թե միայն Հայաստանի կողմից, այն Ֆրանսիայի կողմից, ամերիկացիների մասից։ Դա ձեր գնահատականն է։ Ոչ թե միայն, նույն Եվրոպայի կարծիքն եմ ասում ձեզ, չնայած որ Եվրոպայում ոչ թե միայն Գերմանիան եւ Ֆրանսիան լիքը պետություններ կան Նույն ես գիտեմ, որ Ֆրանսիան ասաց, եթե դուք պահանջում եք, ես ոնց կարամ ասեմ, չէ, հետո մեղադրելու եք, որ ես խաղաղություն չեմ ուզում, հա։ Ռուսները էլ շուտուն են արել, որ հաջողվել են։ Այս Մինսկի համախմբից։ Այդ բանը կազմակերպությունը մի հատ բանն է եղել, դաշտն է, որ ռուսները կարողացել են եւ ֆրանսիաների հետ խոսան, եւ ամերիկացիների հետ խոսան։ Դրանք միշտ խնդիրներ են ունեցել, բայց այս Թեմայով դրանք կարողացել են Մինսկի համախմբի նախագահներ կարողացել են նստեն ու բանակցեն համատեղ։ Այդ դաշտը էլի չկա։ Այսինքն հիմա պլատֆորմա էլ չունեն դրանք։ Դա առաջին, երկրորդը ինչ է նշանակում էսի բանն է, քաղաքականությունն է, էսի ժողովրդավարությունն է, օրինակ մենք բերում ենք, դուք ուզում եք արեք, ուզում եք չէ։ Այդ դուք բենզին չեք բերում։ Դուք հայ զինվորի այրն եք բերում ցեստերնի մեջ պետք է բանը քաղաքականությունը դա ոչ թե միայն 2000 տոննան բենզին բերես ու ասես դա խաղաղությունն է 41 թվում Գերմանիայից ածուխն է եկել Ռուսաստան մտել է Բրեստ Բելարուսյան Բրեստ ժամը 1-ին գիշերը գնացք ածուխով եկավ մտավ սովետական միություն 3 ժամից հետո պատերազմը սկսել Էդի որ պատերազմ են պլանավորում կես կարան սամալյոտ էլ ուղարկեն ինքնատիր էլ ուղարկեն գնացք էլ ուղարկեն ծով կունենաս նավ էլ ուղարկեն Այդ չի նշանակում 2000 տոննան բերելի խաղաղությունն է Այդ ինչքան մարդ դիտա գրակետելի որ sense այս տիպի մտածի Հիմա ինչու եք առաջարկում որպեսզի ներգրողները չանեն Քաղաքականությունը դա նշանակում նամուս, թասիբ, ինքնարժեք, ինքնասերություն Այսինքն դա քաղաքականությունն է Բայց մոռացել եք որ այսինքն հիմա Ադրբեջանի փող եք ոչարում որ Ալիև ավելի հարուստ դառնա Իրանց տնտեսությունը Դե որ այդպես լինի թուրքական ապրանքն էլ է Հայաստանում եւ օգտվում է բնակչությունը դրանից Շատ վատ որ Թուրքիայից ապրանքն է մտնում Հայաստան Մենք պիտի գործարաններ ստեղծենք Հասկանում եք մենք 30 տարի շանս ենք ունեցել մինչեւ այսօր ունենք Այդ որ ասում ենք բլոկադայի մեջ ենք բլոկադա չկա բլոկադա մեր գլխի մեջ է բլոկադան դերած է որ այդ բանը այս գույնի բանը չաշխատի Ուրեմն բլոկադը մեր Հիմա դուք ինչ եք առաջարկում հրաժարվել Ռուսաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, բոլորից հրաժարվել եւ Այսինքն Ինչ ենք անում 30 տարի դուք Ադրբեջանից ապրանք եք ստացել Դե հիմա արդեն Ինչ է եղել Հայաստանից Սովված սատկել ենք մենք ինչ է եղել Բենզին չենք ունեցել, ծորեն չենք ստացել Ինչ է եղել Իմանայեք, այն ժամանակ բլոկադայի մեջ թեկուս Ռոբիկի Սերժի ժամանակ Ապրանքը սնամտերքը ավելի ինչ է եղել կամ Նիկոլի օրով
Այն ժամանակ դու խոսքի օրինակ մարդ գնում է մանրում է $100 շաբաթ ու կես կարա հանգիստ ապրի կոպեկներ ա եղել սա ուտելիքներ այդ ամեն ինչը հիմա մարդ օրվա մեջ եթե $100 փող մանրի ինքը չի կարող մի օրվա մեջ ապրի հասկանում եք դարձրել են այս վիճակը Հայաստանում տնտեսական որ $1000 ամսական էդի փող չի փող չի просто ընդհանրապես փող չի զիրո է զիբիլա նույն €1000 փող չի Հայաստանում ամենաթանկանուց երկիրն է դա գիտեք Եվրոպայի մեջ մտնում եք ինչու՞ սա հայեր գնում են միլիոն ու կես միլիոն գնում են ամառում գնում են Վրաստան 2.5-3 անգամ ավելի իժան ամեն ինչ հյուրանոցներ իժան ուտելիքներ իժան ամեն ինչ իժան Թուրքիայել են գնում հանգստանալու Թուրքիան չգիտեմ Թուրքիան ուզում է գնա ուրեմն ես Թուրքիան հիմա մենակ ռուսներ են գնում բելարուսներ ուկրաինացիք նորմալ մարդ Եվրոպայից գերմանացիք ֆրանսացի իտալիացիք արդեն այլևս Թուրքիան չեն մտնում